Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ տեղի ունեցավ վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Լևոն Մկրտչյանի հարսանեկան արարողությունը։ Նրա սիրելիի Էվելինա Ստեփանյանի մայրը հարսանիքին ներկա էր շքեղությամբ, բայց միևնույն ժամանակ պարզ վայելչությամբ։ Նրա կերպարն ամբողջությամբ արտացոլում էր այն նրբագեղությունը, որով նա միշտ աչքի է ընկել սրտաբաց ժպիտով, խորաթափանց հայացքով և վեհ պահվածքով։ Նա հագել էր էլեգանտ, նուրբ երանգների հանդերձանք, որը միաժամանակ համեստ էր, բայց նաև ընդգծում էր նրա մայրական կարևորությունը և ընդգծված դերն այդ օրը։ Նրա աչքերում այդ օրը մշտապես տեսանելի էր հուզմունքը, այն երբեմն ժպիտով էր արտահայտվում, երբեմն հայացքով, երբ լուռ հետևում էր դստեր ամեն քայլափոխին։ Մոր համար դա ոչ միայն ուրախություն էր, այլև կյանքի կարևորագույն փուլերից մեկի վկայությունը։ Նա հուզվեց, երբ դստերը տեսավ սպիտակ հարսի զգեստով, հրեշտակային կերպարով, նրա աչքերն անմիջապես լցվեցին, դրանք հպարտության արդյունքներ էին, լուռ խոստովանություն տարիների ջերմ դաստիարակության, խնամքի, սիրո ու հավատարմության։ Նշենք, որ երբ համացանցում տարածվեցին Էվելինա Ստեփանյանի և Լևոն Մկրտչյանի նշանադրության կադրերը, մեկնաբանությունները բաժանվեցին երկու խմբի։ Էվելինա Ստեփանյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր այդ մեկնաբանություններին, գրելով. «Սիրելի ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ, ուզում եմ պարզ, ջերմ ու մարդկային շնորհակալություն ասել ձեզ ձեր բազմաթիվ նամակների, զանգերի, ձեր դրական ու բարի խոսքերի համար։ Այն բարեմաղթանքները, որոնք հնչեցրել եք ինձ ու իմ ընտանիքի համար, թող հազարապատիկ ձեզ վերադառնան։ Թող Աստծո լույսը ձեր օջախներում լինի, սեր ու բարիք լինի բոլորիս ներսում, իսկ նեղ միտ, չար հոգի, տգետ մարդկանց, ովքեր աշխարհին նայում են իրենց բիրտ հոգիների ու ոգիների կեղտոտ պատուհանից, պարզապես խղճում եմ»։ Էվելինայի մայրը գեղեցկուհի, ուժեղ կին է և մասնագիտությամբ մանկավարժ։ Նրա խորը գիտակցությունն ու կյանքի փորձն անպայման նպաստել են Էվելինայի այնպիսին լինելու ձևավորմանը, ինչպիսին այսօր է։ Եվ ինչպես երևում է, ոչ միայն դստեր կերպարն է արտացոլում մայրիկի դաստիարակության արդյունքը, այլև վերջինիս հրապարակային խոսքը ուղղված հանրությանը լի էր խորամիտ, ազնիվ և սիրառատ մտքերով։ Էվելինան իր ընտանիքից ժառանգել է այդ ազնվությունը, ոճը և մարդկային բարձր արժեքները, որոնք այսօր տեսանելի են նրա յուրաքանչյուր խոսքում, ժպիտում և ներկայության մեջ։ Նա ոչ միայն գեղեցիկ կին է, այլ նաև հզոր անհատ իր տեսլականով, մտածողությամբ և սրտով։ Այսօր համացանցը բուռն քննարկում է Լևոն Մկրտչյանի հարսանիքի մանրամասները, հատկապես տեսանյութերը, որտեղ նկատելի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու Աշոտ Փաշինյանի ներկայությունն ու ակնհայտ ուրախ տրամադրությունը։ Տարածված տեսանյութերում Աշոտ Փաշինյանն ազատ պարում է, հնչում է նրա հայտնի «Տաշի» գոռոցը, որն էլ ավելի է ջերմացնում հարսանեկան մթնոլորտը։ Ի սկզբանե շատերի համար զարմանալի էր, թե ինչու է վարչապետի ընտանիքն այսքան ջերմորեն մասնակցում մի պարզ երևացող հարսանիքի։ Սակայն պարզվում է, սա միայն արտաքինից էր, պարզ իրականում Լևոն Մկրտչյանն ու Աշոտ Փաշինյանը տարիների սերտ հարաբերություններ ունեն, որոնք չեն սահմանափակվում սովորական ծանոթությամբ։ Սոցիալական ցանցերի ուշադիր օգտատերերն արդեն գտել են համատեղ լուսանկարներ դեռևս 2013 թվականից, երբ երիտասարդ Լևոնն ու Աշոտը միասին մասնակցում էին տարբեր միջոցառումների, ընտանեկան հանդիպումների ու արձակուրդային ուղևորությունների։ Ավելին, փաստեր կան, որ երկու ընտանիքները հաճախ են անցկացրել իրենց հանգիստը միասին։ Լուսանկարներում երևում է, որ նրանք ոչ միայն ընկերական, այլև բավականին մտերմիկ ընտանեկան կապերի մասին։ Տարբեր աղբյուրների համաձայն Լևոն Մկրտչյանի ընտանիքը կապ ունի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ Լևոնի փեսան Էդգար Հակոբյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր է և ազգական է Աննա Հակոբյանի, ինչը Էդգար Հակոբյանը հերքել էր։
Վերջինս հերքել էր ազգակցական կապը Աննա Հակոբյանի հետ, բայց փաստացի կապերը չեն բացառվում: Քննարկումների թեժ կետը հենց սա էր: Եթե ազգակցական կապ չկա, ապա ինչ կապով է վարչապետի ընտանիքը հարսանիքին ներկայանում ոչ միայն պաշտոնական, այլև շատ ջերմ կերպով: Աշոտ Փաշինյանի ներկայությունը ոչ միայն որպես հյուր, այլ որպես ակտիվ մասնակից, նույնիսկ պարող ու տաշի գոռացող հարսանիքի միջավայրում այս հարցերը միայն սրեց: Նրա ներկայությունը նաև ընկալվեց որպես ընտանեկան բարեկամության խորհրդանիշ, ոչ թե քաղաքական կամ պաշտոնական պատիվ: Ամեն դեպքում թե Լևոն Մկրտչյանի և թե Աշոտ Փաշինյանի պահվածքն ու տեսանյութերում արտահայտված հույզերը ցույց են տալիս, որ սա պարզապես բարեկամական կապ չէ, այլ շատ մեծ մտերմություն: Սա մի առանձնահատուկ կապով միավորված ընտանիքների տոն էր, ուր իրական ուրախությունն ու հին ընկերության ջերմությունը շաղախված էին միմյանց հետ: Այսպիսի կադրերն, անկեղծ պահերն ու ոչ ֆորմալ ներկայությունը հենց այն են, ինչն այսօր արժևորվում է մարդկանց կողմից: Իրականությունն առանց պաթոսի է ընկերության սիրո ու ջերմության գույներով: